Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Շիրինյան ուշի ուշով հետևում եք Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ հիմա տեսնում ենք արդեն 15 անց քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ 15 անց կալանավորվել է, ինչ տեղի ունեցավ, ինչ զարգացումներ են սպասվում, իսկապես ձեր գնահատմամբ կանխվել է նոր հոկտեմբերի 27, ինչպես իշխանությունն է պնդում, թե չափազանցված է, համեցեք։ Ասեմ, որ հոկտեմբերի 27 ասածը սիմվոլիկ է, դա այն նույնիսկ արժևորումը չունի ինչ որ անում են, սա հակապետական հեղաշրջման փորձ է, կարող է այնտեղ լինել հոկտեմբերի 27, կարող է եւ լինել այսպես փափուկ էլի, բայց դա պետականության ավարտ է եւ վերջ է, այսինքն շատ ավելի մեծ հանցագործություն եւ ոճրագործություն է կանխվել, քան ենթադրվում է, որովհետեւ ես ձեզ մոտ եմ ասել ու կրկնում եմ, սա Ռուսաստանի գլխավոր նպատակն է, ուրեմն կարողանալ հայ փալասի եւ տականքի, իսկ դրա իսկական օրինակը հայ օլիգարխիան է, իհարկե ծաղր է օլիգարխիա ասածը, բայց ասենք էլ իրենք գողականով ուրախանում են, երբ օլիգարխ են ասում իրենց, բայց որ դավաճան են ասում, դրանից վատ չեն զգում էլի, ուրեմն սրա ձեռի գործն է, որը ռուսական թելադրանք է միանշանակ, սրանք այդպես էլ չհասկացան, չհարգեցին սեփական ժողովրդի կամքը եւ չհաշտվեցին սեփական ժողովրդի կամքը։ Ես վերջին տարիների մի բան եմ նկատել, որ հայ հասարակության մեջ դժբախտաբար մի շերտ կա անասնական հագումներով, բնազդով, որ ինքը ենթադրում է, թե ինքը եղել է հայ ժողովրդին կառավարելու համար, ինքը վերևում է ու պիտի կառավարի, այլապես իշքան մեկներ, ձկներ, իշքան ուրեմն այլասերված տեսակ կար, իշխանություն բարձրացան եւ տեսակ ինչ է լինում, մենակ սա չի։ Ու ձեռ են տալիս, բան է, կանծագող ու աղբ է։ Մանավանդ այդ Ստեփանագերտի այդ բանի գեներալների թաղամասի բնակիչները իրենց ֆիզիկական վտանգն անգամ իրենց համար գերատասեցին գողություն թալանտ եւ այլն եւ այլն, այսինքն սա մեզ մոտ մի հատկանիշ է, որը պիտի բան ալվի, ժողովուրդը պիտի հասկանա եւ դրան վեշտա հատկապես մայրերը, որոնք իրենց ընտանիքներում ոչ միայն պիտի հայ եկեղեցասեր, հայրենասեր երեխա դաստիարակեն, այլ առաջին հերթին պետականասեր, բայց դրանից անդին պիտի արժանապատիվ մարդկանց դաստիարակեն։ Ռուսական հետք եք տեսնում, իհարկե, այս հերթական գուբերնատորը գործուղվեց եւ հերթական գուբերնատորը իմ ասած տգիտության համար թավալ գլոր տվեց եւ վերջացավ սա, նայեցեք օլիգարխիներից, այսպես կոչված Կրեմլի օլիգարխներից երկրորդն է, մեկը եկավ հաջողեցրեց Եվլախով Բաքու գնալ եւ հիմա վայելում է ադրբեջանցիների հյուրասիրությունը բանտում, այս մեկն էլ եկա, բայց այստեղ ինձ թվում է հաջորդը ենթադրում եմ Արա Աբրամյանն է լինելու, որտեղ նա էլի այդ մասշտաբի, չգիտեմ ուրիշ կա թե չկա, բայց այստեղ մի ենթատեքստեր կա, սրանք չեն հասկանում, որ իրենց գործողելով Մոսկվան անիրական մի խնդրի տապալել սեփական ազգային պետականությունը, ուրեմն իրենք, որը խնդիրը չեն կարողանում լուծել, իրենք ուրեմն Կրեմլի առաջադրանքը չկատարած են մնում, հետևաբար իրենց պետք է փիդրեն գներեք բառի համար, կապիտալը ձեռներից վերցնում են, պատժում են, այսինքն ես ենթադրում եմ, որ Մոսկվայում վաղուց սկսվել է Բակո Սահակյան բանով, որ հանձնեցին Բաքվին, ռուսները հանձնեցին, ոչ չեմ հանձնել, ուրեմն սկսվել է հայ Ռուսաստանի հաշվին կամ Ռուսաստանով հարստացած սոցիալական շերտին, որը քրեա օլիգարխիկ ուրեմն բան ունի, կնիկ ունի վերան ռուսական
ուրեմն ունեզրկում են Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է գումար պատերազմը Ուկրաինայում շարունակելու համար եւ ահա հայերը պիտի ֆինանսավորեն ընդ որում այս այլանդակ ձևով իրենց հայրենիքն էլ որ իրենց չի էլ այդ հայրենիքն էլ ավերակի վերածելու միտումով որը չեն կարողանում էս է ուրեմն մնացածը երկրորդական բան է հիմա մնացածը եկեղեցին է Եկեղեցու հարցը շատ է բարդ մեզ համար, բայց պատմականորեն շատ պարզ է, որ մեր ժողովուրդը իմանա։ Այն որ ասում են պետություն չպիտի միջամտի եկեղեցու գործերին, սա բացարձակ չի, ինչպես որ ասում են իշխանության տարբեր ճյուղեր, չէ, տարանջատված են, բայց հավասարակշռված են նաև։ Ինչն է հարցը, ահա դա Ռուսաստանից հրահրվող միտք է, որ եկեղեցին պետությունից անկախ է, որ ուրեմն վալոտը լավագույնս հայ եկեղեցին կառավարի կոպիրկիններով եւ կառավարում է իր դրածոներով։ Դրա համար պատմական պահ ենք ապրում։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ հեղաշրջումը արել են տերորիստներ են եւ դրանք պետք է պատժվեն։ Ընդ որում երևի կառավարությունը պետք է հակատերորիստական հագումների միջոցառում իրականացնի, ընդգրկի ավելի շատ եւ մի կոնցլագեր սարքի այս տերորիստ կամ ահաբեկիչներին տեղափոխի այնտեղ, որոնք 4 տարի է ժողովրդի կյանքը կերան, պետության կյանքը կերան, իրենց այդ ակցիաներով, բաներով եւ այլն։ Հիմա սա մի բան է, բայց եկեղեցու հարցը պիտի լուծվի, որովհետև դա մեզ եւ մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է։ Մեր հոգեվոր ժողովուրդ, որին հոգեվոր հենարան է պետք եւ կարծում եմ դա է ավելի կարեւորը, քան սա, որովհետև ուրեմն իրավապահ համակարգը Հայաստանում այդուհանդերձ ըստ էության տեսեք աշխատեց շատ ավելի արդյունավետ, շատ ավելի հանկարծակի եւ վստահ եմ արդեն դրա հիման վրա, որ պրոֆեսիոնալ ուրեմն ապրեն իրենք եւ նաեւ ասեմ երևի մեր իրավապահ համակարգի աշխատակիցներն չով անվտանգության ոլորտը նկատի ունեմ մի գիտակցություն է անցել, որ մենք ենք մեր երկրի եւ մեր ժողովրդի անվտանգության պատասխանատուն, այլ եթե ոչ Ստեփանագերտի իրադարձությունները ձեզ օրինակ, ուրեմն եւ դա իրենց աշխատանքի որակը բարձրացրել է եւ արդյունավետ մի խոսքով, ահա այսպես էլի պետք է բանանենք եւ եկեղեցին պիտի վերտեսեք այսօրվա իրադարձություններից ինձ հետաքրքրում է ուզուրպատորի բանդայից եկեղեցին ազատել եւ այն եկեղեցին որպես լինի հայ ժողովրդի հետ Հայաստանի հետ ոչ թե հայ ժողովրդի հիմա սա ռուսական ազդեցություն ունի իր վրա թե չէ մեկ ասեմ եկեղեցին երբեք մեր եկեղեցին Ռուսաստանին միանալուց հետո անկախ չի եղել կառավարման մեջ ուրեմն ժամանակին Հայաստանը Ռուսաստանի ուրեմն միացնող Պասկևիչը հայտնի է կարճ բան ասեմ իմանան մարդիկ հանձնախումբ ստեղծեց եւ ցարի համար մի նախագիծ ստեղծեց որը հետո անունը ստացավ Պոլոժենիե այսինքն կանոնագիր հայաստանյաց առաքելական եկեղեցին կառավարելու համար այս ժամանակ նաև հայ լուսավորչական եկեղեցի ֆոկուս արեցին կպցրին այն պաշտոնական անվանը հայաստանյաց առաքելական եկեղեցի եւ այս 1837 թվականից այդ Պոլոժենիան Պետերբուրգում աշխատեց Մեջմիածնում մինչև 17 թիվը ցարի ուրեմն խորտակումը որից հետո բարձր KGB-ի ջիրաններն անկավ եկեղեցին ասեմ երբ 1937 թվականից եւ խորեն Մուրադբեգյան երջանկահի շատակ մեր բանի կաթողիկոսին հետ բղնձելարով խեղտեցին այս չեկիստները նույն այս տերորիստներն են այդ որ ասում են բայց հայերը էլի խեղտեցին որից հետո այս բոլորը այսօր հիմա պետք է ազատվի եւ սա լավագույն առիթն է որպեսզի նա ծառայի մեր ժողովրդին ընդ որում ասեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ուզուրպատորի խնդիրը 4-5 տարի է կրկնում է գիշեր, ցերեկ, տարբեր եթերով, տարբեր այսինքն չլինի որ բան Շիրինյան այս արճակատումը կամ այս թեմայից խորացումը եւ դուք օրինակ ինչպես եք պատկերացնում վարչապետն ասում է կամ քաղաքացիական պայմանագրի անդամները որ պիտի ընդհանրապես վեհարանը ազատի վեհապարը մենք տեսնում ենք կաթողիկոսը որևէ այսպես ասած նահանջելու քայլ չի անում ինչպես
Ինչպես պիտի լուծվի այս ճգնաժամը։ Ասեմ հետևյալը, որ կաթողիկոսը ամենազոր չի, նույնիսկ Հիտլերը չի, բունկերից մի օր պիտի դուրս գա։ Եվ ընտրել են ճանապարհ մեկը, որ նրան հորդորում են, դե սրանց էլ հորդորում քանի անգամ ենք ասել այդ փողոցներն ածատեք, հերիք է փակեք եւ այլն, մի օր եկավ հանգուցալ լուծման։ Ուրեմն կարծում եմ, որ երկար ժամանակ չի մնացել, բայց պիտի տարագացվի։ Այսպեսի մի չուր բան կա, գիտեք, մտայնություն, որ պետության մեջ եկեղեցին անկախ է ումից։ Առաջին Աստծուց անկախ չի եւ երկրորդն էլ ցանկացած պետություն ունի քաղաքական կառավարման կենտրոն, դա չգրված բան է, այդ կենտրոնը կան որևէ երկրում, եթե միապետություն արքայի մոտ է, եթե վարչապետությունը վարչապետի գրասենյակն է, եթե նախագահական նախագահի մոտ է, վարչապետի գրասենյակը պետք է այդ կոորդինացնի եւ այլն, այդպես կդնում է նաեւ Հեգելը, յուրին չասեն ֆոկուս է անում, ուրեմն այդ հարցը պիտի լուծվի, եթե չէ, ալտերնատիվը պատրաստ է, ովքեր այդ թեզիսը զարգացնում են, նրանք ուզում են, որ այդ եկեղեցին կառավարվի Կոպերգինի կողմից հստակ գա սուրբ տեղը դադար չի լինում եւ եկեղեցին ասեցի կառավարվել է կառավարվելու է այս Կոպերգինի ճատերը դեշում եք չէ նվերը ստացավ այս կողական բարգեր են եկեղեցու պետը գնում է որևէ երկրի դեսպանի ձեռից ստանում է շքանշան հավանաբար նաև գումարներ, հավանաբար նաև հրահանգներ, այդպես չի լինում, միշտեր մեր եկեղեցու պատմության մեջ չի եղել դեպք, որ նույնիսկ ցարը, որ ելն են գնան, էլի, հասկանում եք, ինչ-որ դեսպանի, գոնե նախարար լիներ, գոնե նախարարի սիրուհի լիներ, ասենք Պուտինի սիրուհիներից լիներ, գնար հասկացան, բանը, մի խոսքով եւ այդ հարցը ուրեմն պիտի կարգավորվի եւ կարծում եմ կարգավորվի երկար ժամանակ չի, բայց դա չի, որ պիտի մենք մտածենք ինչպես ունենանք մի հայոց հայրապետ, Ղրիմյան հայրիկ, Խորեմ Մուրադբեգյան եւ այլն, որ այդ եկեղեցին այս դժվարին օրերին ծառայի մեր ժողովրդին։ Հիմա երկրորդ մասին ինչու հիմա Սա ռուսական փորձագիտական շրջանակների, ովքեր որոշում են կայացնում, հայտնի տգիտության տգետ որոշման արդյունքն է, որովհետև պատերազմը սկսվեց Իսրայել-Իրան, ինչպես որ շատ-շատերը աշխարհում մտածում են, էսը Իսրայելը 3 վայրկյանում կոչնչացնի ուրեմն Իրանին, Իրանից կսկսվի հոսքը, ինչպես է, չէ, տերոր էր այստեղ, էսը փախստականներ կլցվեն Հայաստան եւ այս Սոդոմ Գոմորի մեջ լուծել Հայաստանի անկախ պետականության հարցը։ Սրանց միջոցով էնել Պուտինը հերթական անգամ խրվեց խնդրի մեջ եւ Պեսկովը ստիպված էր հայտարարելու, որ դա Հայաստանի ներքին գործն է, այսինքն այն ճաշ շտաբ ասեց, որ իրենք չեն, այսինքն պարզ է, այս ուրիշ բան չէր կարող լինել, այդ կապված է այս պատերազմի եւ Իրանի հետ կապված խնդիրների հետ, որ մտածում են Հայաստանում կգլխատեն եւ վերջապես Քոչարյան Ռոբերտը Սերժ Սարգսյանի հետ գրկախառնված մի տեղաշորով կգան իշխանություն Սամվել ինչի հետ, հա? Կարապետյանի դա նախ հյուսիսից ես հիշում եք այստեղ ասել էի որ Քոչարյանը չի ռեզիդենտ, այլ Սերժ Սարգսյանը չի Մոսկվան ֆգուրին փոխած կլինի, հիմա փոխկապով ավելի հայի տեսքով բարեկիրթ մեկնեկա, բայց խոսակցությունը Պարզեց հիշում եք, որ կարծես ես օրինակ մտածում եմ դա կիրթ մարդ է, բայց խոսակցությունը էլի գողական էր, էլի կայսերական էր, էլի դավաճանական էր սեփական ժողովրդի եւ սեփական պետության դեմ ինչ-որ բաներ ասել հանուն եկեղեցու եւ հանուն հայրենիքի։ Ուրեմն դա էլ բլեֆ խոսակցությունն է, էլի, սրանց հայրենիքը դժվար էր պլանավորված այս քաոսային իրավիճակը Դրա համար ես իմ գոհանուգությունը հայտնեցի մեր իրավապահ մարմիններից որ կարողացան համեսխան ծառայություններ շատ արագ օպերատիվ աշխատել եւ կարծեմ նախորդ անգամ էր ես ասացի որ տնօրենի հրաժարականը նույնիսկ այս գործողությունից ես կարծում եմ ենթադրում եմ հրաժարականը կապված է նրա հետ որ տվյալ անձնավորությունը երևի հրաժարվել էր այս գործողությունը կառավարել դա նշանակում է մեր գաղտնի ծառայությունները պորտալները դեռևս չեն կադրել
եւ այլն, էլի, այսպես, բայց բոլոր դեպքերում արվեցան ինչ որ արվեց։ Եկեղեցու կամ եկեղեցականների վեհապարի շուրջ համախմբում։ Ինչ պետք է անի։ Սանք առաջին նախագահին էր այցելել, առաջին նախագահ դավադրությունների որջից դուրս եկել է, դրան պետք է այդ խանջանի բանից առանձնատնից անել։ Ընդհանրապես 3 նախագահներ պետական արտոնություններից պետք է զրկել։ Նրանք չեղավ մի դեպք, որ հաջորդի հետ լինեն, պետության հետ լինեն։ Անընդհատ չի համար են։ Օրինակ, դա սովորաբար իրենց անվտանգության համար է եւ պետական գաղտնիք կրելու համար։ Դրանց պետական գաղտնիք կրելը մեզից է գաղտնի եւ մեր պետությունից։ Իրենք այլևս մեկին չեն ներկայացնում, այլապես շորթական ուզումներ կնեն։ Ասեմ թե ձևներ շատ կա, հազար մի ձև կա, օրինակ հավատացյալ ժողովուրդը կարող է հիմա հավաքվել Էշմիածնի դարբասների մոտ եւ ներս չթողել բոլոր նրանց, ովքեր ուրեմն Սոդոմ Գոմորը սարքում են հայ ժողովրդի գլխին առաջին ուզուրպատորի։ Ես եմ առաջինը, ասել որ ոչ մի բան չի լինի, ոնց որ էսի չէ, գլխատվեցի վերջացան էլ, այդ ընդհանրապես շատ Եթե պետության մեջ բանակը եւ անվտանգության ուժերը հեղաշրջում չեն անում, որևէ հեղաշրջումով է կարողացել անել։ Եվ այսինքն ով է անելու։ Այդ Գալստանյաններն է գնացել, ելով է անելու, ասեք, այն մեկներ հիմա Արա Աբրամյանն է գալու։ Նրան էլ օտանավականից չեն թողի, հետո ուզում եմ ասել է դրանով վախեցնել պետք չէ, որ հայրենիքը պետություն ստեղծելը բավականին դժվարություններ ունի, կարող է միտեղ էլ աղմուկ աղաղ լինի, բայց ես կարծում եմ այլևս աղմուկի վարիանտ վերջացավ։ Հիմա ճիշտ կլինի որ հոգևոր դասը, եպիսկոպոսած դասը իր առողջ մասով, ովքեր առվամոլություն չեն սիրում, ովքեր կուսակրոնությունը ուխտ են դիտում, այսինքն իրենք այն կոչմանն են ինչի որ կա, եկեղեցու գնան եւ այդ մարդուց ազատ են, այդ եւ ընտրություն անեն, տեղափոխնշանակեն եւ այլն։ Այսինքն ուզում եմ ասել, որ հարցը կարծում եմ սկզբունքորեն լուծված է, բայց արագացնել է պետք, որտեղ չի կարելի հոգևոր ոլորտը այս վիճակում թողել դա անթույլ։ Ես իմ կարծիքով անթույլատրել եմ։ Բայց այսքան տարի կար ու կարծեք թե հասունացավ։ Դե բախում է, այսպես է։ Դե գիտեք ինչպես է, դուք եթե կառավարման տեսությունը նայեք, պետության կառավարումը, իշխանությունները որպես կանոն, մենակ մերը չէ, ուրեմն որոշումը կայացնում են կատարման տեղի, ժամանակի եւ պարագայի հաշվառումով։ Հիմա ամենահարմար ժամանակն էր, ես ցես հիշեցնեմ, որ ընտրություններից առաջը, չգիտեմ, դա հələ մի տարի կա, շատ առաջ չի էլի, չէ, այնպես ինչպես միջազգային իրադրությունը եւ ներքինը համապատասխան դրական ֆոն ունեն եւ որոշում կայացվեց, խփվեց։ Իմանալ իրենք չէին էլ սպասում, չէ, հայության մի հատվածի մեջ հնուց մի տգետ բան կա, տեսակետ, ռուսների դեմով կարա։ Պարզվեց, որ մենք կարանք, Ուկրաինան կարա, Մոլդավան կարա, ուրեմն Լեհաստանն ավելի կարա, Էստոնիան կարա, այդ տգիտությունն է սրանց ոգևորում, այլապես վիրավորանք պետք ունենային Կրեմլի արածը Արցախում Ադրբեջանին հանձնելու եւ Պուտինի հայտարարությունների վրա։ Հիմա ես բայց տեսեք, որ սա շատ կարևոր ինստիտուտ է, մեզ համար խոսք չկա, վերադարձ ուրեմն իր ծառայությանը պոլոժենիայից սկսած ամբողջապես, այսինքն 1837 թվականից հետո առաջին անգամ առիթ ունենք ոչ թե անձի լավ վատ լինելով, այլ եկեղեցին հայաստանյաց խնդիրներին ծառայի, երկրորդ մասը կա, որ դուք հիշեցեք, թե ինչ պատերազմ է մղում Ռուսաստանը ուկրաինական ուղղափառ եկեղեցու դեմ, երբ ուկրաինացիները պետական որոշումով իրենց եկեղեցին անջատեցին ռուսական պատրիարքի Կիրիլի ենթակայությունից։ Ինչու՞, որովհետև պետությունը աշխարհիկ կամ հոգևոր չի կարող լինել, ուրեմն առանց սեփական եկեղեցու ասեմ, այդպես։ Այնտեղ էլ նույն խնդիրն է, չէ՞, ինչ խայտարակ են անում, կռիվ են տալիս Ուկրաինա եւ այլն, ուկրաինացիները թքեցին եւ իրենց եկեղեցին առանձնացրին, այնտեղ Որսո պատրիարքը խառնվեց, դա միտրոպոլիտը հունական եւ այն ուղղափառ աշխարհ, բայց արեցին։ Մերը հիմա որտեղ մենք իրենց հետ որև դավանական առնչություն չունենք, մերը շատ ավելի պարզ է եւ ուրեմն այս հարցը կարծում եմ լուծված է։ Հիմա ուզուրպատորին մնում է հետեւյալ որոշումը կայացնի, ուզում է ինքը ոնց ասեմ, Եվլախով գնա, թե առանց Եվլախի։
դա էլ իշխանությունները պիտի բանակցեն եւ հարց փակեն։ Մեզ եկեղեցին խիստ անհրաժեշտ է։ Խիստ մեր ժողովրդի մասին է խոսքը։ Կանքեցի շուրջ ստեղծված իրավիճակին վարչապետը այսօր կառավարության նիստին ասաց, որ ակնհայտ է պետությունը պետք է շատ արագ վերցնի հեծի կառավարումը, ինչպես է գնահատում դրական արագությունից դժգոհ եմ։ Ես արագությունից եմ 7 տարի առաջ պիտի լիներ, կարծում եք։ Չէ, 7 տարի առաջ հնարավոր չէ, հիմա հնարավոր է, այսպեսի մի բան կա, այս պահին շուտ է այն պահին ուշ է, ուրեմն ինչ-որ մի կետ կա, որ հաշվարկած է, գործը նետած է բանը, Նապոլեոնը մի խոսք ուներ, ասում ամեն ինչ հաշված է եւ այլն, մարտի մեջ կմտնենք, կտեսնենք, այդ մարտի մեջ մտածը արդեն վիճակ է եւ բայց արագ պիտի անել, որպես միջամտություններ դանդաղ լինեն։ Մնացածն էլ օրենսդրություն, հիմա ինչ ասեմ, եթե խնդիրը դրել են իրենք օրենքներ, ասենք նախապատրաստել են, չէ, եթե չեն նախապատրաստել, ուրեմն դա անհեթեթ է, որին չեմ հավատում, էլի, որ օրենքով ինչով եւ այլն։ Մենակ բայց դա չի, մեր երկաթուղին է մեզ սպասում, չէ, մեր ուրեմն ես ավելին ասեմ, Սյունյաց աշխարհի լեռնահանքային հումքը մեզ խիստ անհրաժեշտ է, որտեղից կապիտալ ռուսականը պետք է չքվի ընդմիշտ ագարակի պղծածուլականն է, քաջարանինն է եւ այլն։ Ռուսական կապիտալը Հայաստանից պիտի գնա։ Հետո կքաղաքակրթվի, կլողանա, կմաքրվի, եթե գուզի կմասնակցի։ Ինչքան հայկական Հայաստանում կլինի ռուսական կապիտալ, այնքան մաքրություն չի լինելու հեղաշրջում, կոռուպցիա։ Դե տեսեք իշխանության ներկայացուցիչներն էլ ասում են ազգային ժողովի նախագահի մակարդակով, որ այսպիսի հեղաշրջման պլաններ սա առաջինը չէր, առաջիկայում եւս կլինի։ Պերմանենտ է։ Դե բայց դրա մասին ես շատ եմ խոսել, որ Ռուսաստանը պատերազմից, որովհետև Արցախի հարցը ինչ որ արեց, որից հետո գլխավոր խնդիրը մնաց Հայաստանում իշխանափոխություն, անկախության վերացման, Հայաստանի պետականության վերացման համար, եւ որովհետեւ քանի որ ուղիղ չկարողացավ, հիշեք, Հայաստանից բանդաներ պատերազմի վերջի պահին հանկարծ լցվեցին կառավարության շենք, բայց դե մենք հեղափոխություն, այսպես մեր պետականությունը փրկեցինք իշխանությունը, մնաց եւ բանան, որ հիմա դրանից հետո Հայաստանում ինչ եղավ, անկայուն վիճակը դարձավ կայուն քաղաքական ուղեկից, մեկ Վազգեն հետաքրքիր Վազգենն ինչքան կա, Վազգեն վերջին է, Վազգեն Մանուկյանն չէին ասում, Վազգեն վերջինը վարի գնաց, հետո ես Վազգեն Գալստյանը, դրա արանքում ինչքան մարդիկ վարի գնացին, բարձրացան ընկան ցեխի մեջ, այդպես էլ չկարողացան իշխանափոխություն անել, բայց մի բան ասեմ, շատ տարօրինակ է, որ հեղափոխության այս տարիներին միջին հայ մտավորականը գիտնականը ճագերտավոր եղավ Քոչարյան Ռոբերտի Ստրուկը եւ ռուսական ուրեմն գաղտնի ծառայությունների հետ շատ ցավալի է թվում էր թե այս մասը պիտի ողջորված կապներ պետական շինությանը խոսքուներ իշխանությանը քննադատել բայց ոչ ուրեմն ակադեմիական ճագերտավոր այս գիտությունը կոնե հասարակագիտականը եղավ Պուտինի հնազանդ ծառան եւ Ստրուկը նույնն է նաեւ շատ անգամ բուհերում ճիշտ է հիմա ես կնեղանան բայց ես ճիշտ եմ ասում ուրեմն ճշմարտությունը քանակի դե գոլեգան որս է մենք առաջի երթին Հայաստանի Հանրապետության պետության գոլեկաներն են բոլորս հետո մնացածը էլի չեղավ օրինակ բուհերը չշարժվեցին եւ բուհերի շատ լսարաններ մինչեւ հակապետական քարոզչություն եւ բացադրություն է գնում գիտեք ինչու որովհետեւ սրանց գիտելիքները սովետական շկալայով որը մեջ նաև ես մենք ենք եղել, չէ՞, որ սովորել ենք այն ժամանակ, բայց հրաժարվենք շատ բաներից։ Ուրեմն սովետական շկալայով մնացել են Չապաևի գիտելիքի մակարդակը, այդ գիտելիքները մեզ հետ կապ չունի։ Փոխանակ իրենք փոխվեն Չապաևին գցեն, իրենք մնացել են Չապաևին գրկած եւ հեղափոխությանը դեմ։ Այս նույնն է պատական չի որ այնտեղ նայում եք պաշտոնյաներ, դեսպաններ, բաներ, այսինքն բանը այդ ռուսական պրոդուկտը շրջապատած պետության դեմ, բայց դե նոր սերունդ կգա կփոխվի ամեն ինչ։
Պան Շիրինյան 2026-ին ի վերջո այս բոլոր գործողություններից իշխանությունը ուժեղացած թե թուլացած է դուրս գալիս հաշվի առնալ նայեցեք եթե մեր եկեղեցին տեսեք ես հեղաշրջումը չեմ ասում հեղաշրջումը ինձ թվում է լուծված է հարցը մնում է որ սրանց մեկուսացնեն մաշկեն եւ ես ահաբեկչական հագումներ ունեցողների հակա ահաբեկչական հոգեբանական թեստեր պետք է անցնեն նրանք ովքեր հագումներ ունեն այդ հագումներ ունեցողները շատ են եւ այլն կարող են նայեն խոսեն վերջը գտնեն էլի հիմա մնացածը ուրեմն պետություն ուժեղանում է շատ կուժեղանա եթե մեր եկեղեցին իրականում անկեղծորեն կգա իր ժողովրդի ծառայության շատ կարևոր է այդ չեկիստներից եկեղեցին չեկիստաթափ պետք է լինի էլ այսպես ասեմ Մի խոսքով պարոն Շիրինյան դեռ առաջիկայում նոր զարգացումներ կլինեն անշուշտ պետության ուժեղացման ուղղությամբ չի հաջողելու որևէ կերպ Կրեմլը ինչպես ու կերնշում վերջացել է մնում է աղբը հավաքելը ինչ պետք է անեն Այն երևում է բոլորը բարձում է իրենք տերորի կողմ չեն եղել իրենք հեղաշրջման կողմ չեն ինչ ասես խոսում էին հիշում եք ինչ տերոր էր կարծեմ այստեղ էինք որ ոսկե բարի ժամանակ ինչ էր երկրի վիճակը այն մնացածի ժամանակ չէ Գերած խմած այնտեղ խորովածով բանով ժողովրդին սովի ու տառապանք էին դատապարտում այն ժամանակ բան չեղավ հիմա ինչ պետք է լինի վերջացած է մանավանդ որ մեր դաշնակից ասեմ մեր կողքին ամրով Իրանն էլ կայուն կենթանության նշանները ցույց տալիս է դրապես այդ ժողովրդահոսքը բանը չի լինելու բացառված վերջացած է Մնացած ժամանակի հարց է, բայց պիտի իրավաբաններ մեկ-մեկ այսպես քախան անեն, այս աղբը անեն, հակապետական բոլոր տարերի, ովքեր որ կոչ են, օրինակ ես կարծում եմ մենք որ խորհրդարան անցնանք, եթե ես պիտի մտածել եմ առաջարկ անեմ, Հայաստանում ցանկացած մեկը պիտի մեկուսացվի, եթե խոսի որևէ պետության Հայաստանը միացնելու մասին։ Դա պիտի քրեորեն ծանրագույն պատժելի արարք դիտվի։ Ոչ միայն գործողություն, այլ միտք հայտնելը։ Շնորհակալ եմ պարոն Շիրինյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանի հետ։ Կհանդիպենք։